ջան, դուք հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էիք, որ հեծում 2026 թվականին ներդրումներ կանեք արդեն իսկ կուտակված շահույթի և մարտվարության գումարով, արդյոք ճիշտ է այդ գումարով անել, քանի որ կոպիտ ասած այդ գումարները հեծի ներկայիս սեփականատիրոջ գումարներն են, արդյոք իրենց հարցրել եք, իրենք դեմ չեն այդ գումարները տրամադրել։ Շատ լավ հարց եք տալիս և ճիշտ հարց եք տալիս, այո, նորից եմ կրկնում, այդ 26 թվականի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն նախորդ տարիներին կատարված ներդրումներից ստացված շահույթի և մաշվածության հաշվին և հարցնելու կարիք չկա, որովհետև կարգն է այդպիսին, պարզապես վերջնահաշվարկ կատարելիս, երբ որ ասուլիսի սկզբում խոսեցինք այդ մասին, թե այդ 3 ամսվա բանակցությունների փուլում, թե հետո դրանից հետո կլինի վերջնարդյունքը, հեծի նախկին սեփականատերերին վճարվող գումարի չափի մեջ կմտնի 26 թվականի ներդրումային ծրագրերի գումարի չափը ևս։ Այսինքն դա այո դուք ճիշտ եք, գործող սեփականատերերի գումարն է, այս պահին մենք դա պետք է ծախսենք հենց բաժնետիրական ընկերության բնականon աշխատանքը ապահովելու համար, բայց երբ որ եկավ այն պահը, որ արդեն պետք է գին վճարի պետությունը նախկին սեփականատերերին, ապա այսօրվա ծախսած գումարները ներդրումային մասով պետք է մաս կազմեն վճարվելիք գումարին։ Բայց նախապես ինքս հասկացա պայմանավորվածություն։ Դրա կարիքը չկա։ Օրենքով դրա կարիքը չկա։